Բարև բոլորին, այսօր խոսելու ենք շատ կարևոր թեմայի մասին, շուկայի կառուցվածքի, նույն ինքը market structure, եթե լսել եք։ Ուրեմն, սա ամենակարևոր դասերից մեկն է, ինչպես եւ մակարդակները, ամենակարևորներից ձեր գործարքները չի ստացվում, որովհետեւ դուք չգիտեք շուկան ինչ ուղղության վրա է գտնվում, այսինքն շուկան երբ բարձրանում է, դուք այդտեղ շորտ եք բացում։ Դրա համար խփում է ձեր ստոպին ու բարձրանում է վերև, կամ հակառակը շուկան իջնում է ու դուք long պոզիցիա եք բացում, խփում է էլի ձեր ստոպին, կամ լինում է range-ի մեջ, այսինքն հանգստանում է գործիքը կամ պոզիցիա է հավաքում ու դուք անդադ այստեղ ստոպեր եք բռնում կամ չգիտեմ մեջտեղում եք գործակներ բացում, դրա համար ձեր գործակները ոնց որ իրենց տեղից չեն շարժվում։ Պատճառը դրա մեջ է։ Ուրեմն, ինչպես եւ ասացի, trend-ները լինում են բարձրացող, լինում են իջնող, այսինքն են արչային ու ցլային եւ գտնվում են range-ի մեջ։ Շուկայի 80% շարժի դեպքում 80% լինում է range-ի մեջ, այսինքն Bitcoin-ը կամ ուրիշ ինչ-որ այլ արժեթուղթ։ Եթե բացեք օրական կամ շաբաթական գրաֆիկա մեծ անալիզ անելու համար, դուք կտենաք, որ ինչ-որ կարճ ժամանակահատվածում այսպես բարձրանում է, բայց մեծ մասը այսպես գտնվում է range-ի մեջ։ Բայց դա դեռ չի նշանակում, որ այդ range-ը պետք է ավարտվի նոր գործարք բացեք, չէ։ Так, ուրեմն անցնենք առաջ։ Break of structure, boss։ Դա շուկայի շարունակությունն է, trend-ի շարունակությունն է, այսինքն մի քանի մոմ կամ մի մոմ ջարդում է նախորդ պիկը, ձևավորելով նոր պիկ ու աստիճանաբար շուկան բարձրանում է։ Այս գծերը դա boss-երն է, այսինքն այս շարժը, այս իմպուլսը ջարդել է նախորդ պիկը ձևավորելով նորը։ Իսկ չոչը նույն ինքը change of character, այսինքն շուկան իր trend-ը փոխում է։ Նայեք, բարձրանում է աստիճանաբար ու ինչ որ էլի մի մոմ կամ մի քանի մոմ իմպուլսով ջարդում է նախորդ մինիմումը այստեղ, ձևավորելով արդեն նոր trend, իջնող trend։ Ձեր սխալը կայանում է նրանում, որ դուք այստեղ long եք բացում, չգիտեմ, կամ օրինակ այստեղ short եք բացում, այս կառեկցիան դուք պետք է չվերցնեք։ Եթե շուկան գտնվում է long-ի մեջ, դուք անդադ պետք է long բացեք, ձեզ չպետք է հետաքրքրի այս կարճ շարժերը։ Իսկ երբ որ այսպիսի պատկեր եք տենում, չի կարելի մի անգամ long բացել։ Սա նշանակում է, որ շուկան արդեն փոխում է իր ուղղությունը կամ փորձում է փոխի։ Երկու դեպքում էլ պետք է long պոզիցիա չբացեք։ Խնդիրը կայանում է դրանում։ Так, անցնենք ստե։ Սա շուկայի կառուցվածքն է։ Սա շուկայի կառուցվածքն է։ Տեսեք, իջնում է շուկան, boss անում, կրկին իջնում է, boss անում, բարձրանում է, ջարդում այս պիկը, փոխելով ուղղությունը իջնողից դեպի բարձրացող։ Հենց այսպիսի ժամանակ, նայեք, օրինակ boss արեց, այսինքն հաստատեց շուկան, որ ես ուզում եմ բարձրանամ վերև։ Դուք այստեղ արդեն ինչ-որ մի բան պետք է գտնեք, order block, fair value gap, չգիտեմ, ինչ-որ մուտքի կետ, point of interest, այսինքն հետաքրքիր ինչ-որ զոնա պետք է գտնեք այստեղ, պլանավորեք, որ շուկան իջնի այստեղից long եմ անում, նայեք, այստեղից short չեք անում։ Շատ ժամանակ մարդիկ այստեղ short են անում, այս կարճ ժամանակահատվածում իրանք մտածում են, որ հա պլյուս ենք, բան, չգիտեմ, էսի կարող է լինի օրինակ 0.5%, օ պլյուս ենք, ճիշտ գործարք ենք բացել, բան, ու շուկան պտտվում է վերև, խփելով իրենց ստոպին, իրանք էլ մտածում են, որ ինչի եմ անդադ ստոպ բռնում, անդադ ստոպ եք բռնում ոչ թե սխալ գործարք եք բացում, այլ սխալ ուղղության վրա եք բացում։ Երբ պետք է գնեք վաճառում եք, երբ պետք է վաճառեք գնում եք, որովհետև այս ամբողջական պատկերը չեք օգտագործում։ Իսկ սա իրական շուկան է։ Գեղեցիկ է, չէ՞, սենց ամեն ինչ ոնց որ գծած, պլանավորած, թվում է թե հեշտ է ինչ որ գործարք բացել, բայց չէ, իրականում շուկան լինում է այս ձևի։ Իջնում է, դուք ուզում եք ինչ որ գործարք բացեք, մտցնում է ձեզ range-ի մեջ, մանիպուլյացիա է անում այստեղ, ստոպերը հավաքում, բարձրանում վերև, այս իսկական շուկան է։ Հիմա մանրամասն ներկայացնեմ, թե ինչ է սա։ Lower high, lower low, այսինքն իջնողի peak, իջնողի minimum։ Lower high, lower low, lower high, lower low։ Մեկ, իջնելով ինքը boss անում, իսկ այստեղ ինչ շարժ որ լինում է, տեսնում եք, սա internal,
Սա իր մեջ, այս սրա մեջ գտնվող շարժն է, որը ձեզ չպետք է հետաքրքրի։ Այստեղ գործարք չեք բացում։ Շուկան իջնում է, boss անում, այսինքն հաստատում է ձեզ, որ ես իջնում եմ։ Նոր այստեղ ինչ որ բան է գտնում, օրինակ supply zone-ի մասին խոսանք հետո, order block, supply zone, fair value gap, demand zone եւ այլն, այդ ամեն ինչից կխոսանք market structure, smart money կոնցեպտի վերաբերյալ դասընթացի ժամանակ։ Հիմա խոսում ենք շուկայի մասին։ Նայեք, երբ որ ինքը հաստատում է, որ ես boss եմ արել, իջնում եմ ներքև, այստեղ ինչ որ մի հատ հետաքրքիր զոնա է գտնում ձեզ, ինչ որ մակարդակ կամ այսինքն ինչ որ զոնա, ու short եք բացում։ Այստեղ long չեք բացում, չգիտեմ, չեք ասում լավ դե պիտի բարձրանա, մի հատ ստե մի հատ կարճ ինչ որ շարժ բռնեմ, չէ, կարա այսպես կարճ բարձրանա ու խփի միանգամից ձեր ստոպի ջարդի իջնի ներքև։ Այստեղ ու այստեղ գործարք չի բացում։ Swing high, սա ամենավերևի, այսինքն lower high-ի մակարդակն է, նույն ինքը կարող լինի protected high, պաշտպանված, ոնց որ ասած, բան, high, վերևի մակարդակը, երբ շուկան ջարդի, օրինակ այստեղից եթե բարձրանա ու էսի ջարդի, լինելու է չորս, այսինքն change of character, նայեք, այսինքն եկավ, lower high, lower low, lower high, lower low, lower high, lower low, իջավ, պաշտպանված high-ը գնալով իջնում, այսինքն ստեղից իջնում է ստեղ, ստեղից իջնում է ստեղ, հիմա այստեղ որ ջարդեց, պիկը այստեղ է, անցնում է այս կողմին, ու ջարդելով ինքը չորս անում, այսինքն փոխում է ուղղությունը։ Այստեղ արդեն դուք պետք է գտնեք long պոզիցիաներ բացելու հնարավորություն։ Այսինքն շատ ժամանակ, չգիտեմ, ասենք մարդիկ ստեղ short են բացում, իրենց գործարքը ստացվում է, ստեղ էլ են short բացում, գործարքը ստացվում է, բախտի բերմամբ երկու անգամ իրար հետևից ինչ որ թեկուզ մեծ կամ փոքր շարժեր են բռնում ու մտածում են, որ trend-ը իջնող է ու կարելի է անընդհատ short բացել, կամ իմ մոտ short պոզիցիան լավ է ստացվում բացել, չէ, չկա տենց բան, ես շատ եմ տեսել, որ մարդիկ ասում են, ես long պոզիցիան ավելի շատ է ստացվում իմ մոտ, քան short, չկա տենց բան, շուկան շուկա է։ Եթե դու այստեղ կարող ես լավ long պոզիցիաներ գտնես, ուրեմն այստեղ կարող ես լավ short պոզիցիաներ գտնես։ Հարաբերակցությունը լինելու է 50-50 հավասար։ Դա բան չէ, ինչ որ, չգիտեմ, չես կարող ասես դա իմ բանա ֆավորիտ, չգիտեմ, ասենք մոտ գործելու ձևն է, ես միշտ long եմ բացում, long-ի մոտ ավելի լավ է ստացվում։ Չէ, չկա տենց բան, երկու ուղղություններով էլ պետքա սովորեք հավասարաչափ գործարք բացեք։ Նայեք, իջնում է, boss անում, high-ը իջնում է ստեղ, չորս անում, ստեղ, նայեք, գտնվում է range։ Ստեղ իջնում է range-ի մեջ, պոզիցիա է հավաքում հաջորդ շարժի համար։ Այստեղ լինում է մանիպուլյացիա։ Ստեղով long-ը բացել, մի հատ ստոպերը հավաքում է, նոր բարձրանում է վերև։ Ջարդում է պիկը, հասկանալի է, չէ՞, ինձ թվում է, նայեք, պիկը այստեղ է, lower high։ Իջավ, ձևավորվեց lower low, պիկը դառնում է այստեղ։ Իջավ, ձևավորվեց նոր lower low, պիկը դառնում է այստեղ։ Այսինքն մինչև, նայեք, այս մասը մի քիչ ավելի ուշադրեք։ Եթե այս lower high-ը չլինի, իր պիկը մնում է այստեղ։ Այսինքն պետք է այս ջարդի ստեղից, որ նոր չորս համարվի։ Իսկ մինչ այդ սպասում ենք հաստատման ինչ որ։ Եթե ջարդեց էսի, ուրեմն չորսը մենք արդեն փնտրելու ենք long պոզիցիա բացելու հնարավորություն։ Եթե ջարդում է boss անում, մենք արդեն մտածում ենք, որ չէ, շուկան իջնում է ներքև, ուրեմն պետք է short բացեք։ Այստեղ ինչ որ միտեղ short պետք է բացեք։ Հասկացաք, սա է շուկա մտնելու, գործարք բացելու ամենաճիշտ ձևը։ Ջարդեց, չորս արեց, բարձրացավ վերև, higher high, higher low, higher high, higher low։ Այստեղ մի հատ fair value gap եք գտնում օրինակ, ու այստեղ գործարք եք բացում long դեպի վերև։ Ահա, boss արեց, շարունակվում է, նույն պրինցիպով էլ մոռացա ասեմ, հա, swing high, այստեղ էլ swing low, այսինքն higher high, higher low, բարձրացավ, boss արեց, այստեղ swing low-ն է։ Այսի ջարդելու դեպքում նոր կարող ենք ասել, որ տեղի ունեցավ չորս, շուկան փոխվում է դեպի իջնող trend։ Higher high, higher low, բարձրացավ, boss արեց, այսի դառնում է մեր protected low։ Սա լիկվիդացիա հավաքելու մանիպուլյացիայի ինչ որ ձև է։ Հեսա ցույց կտամ ինչի սա չորս չի։ Մի վարքյան, այսպես անեմ, չորս չի, քանի որ մարմնով չի փակի։ Սրա մասին հեսա կխոսանք։ Պոչով, մոմի պոչով վերցնում է լիկվիդացիան ու բարձրանում է վերև։ Լրիվ նորմալ է, եթե այստեղ դուք գործարք եք բացում, ձեր ստոպը բռնում է։ Բայց իհարկե սա շուկա է։ Պետք է հիշենք, որ 100% գործարքներ չի լինում, այսինքն եթե այստեղ դուք նույնիսկ ստոպ բռնեք, լրիվ նորմալ է, դուք շարժվել եք շուկայի ուղղությամբ։ Ուղղակի շուկայում մեծ խաղացողները որոշել են խփեն, հավաքեն ձեր ստոպերը,
հաջորդ քայլերի համար, հաջորդ ուղղության համար։ Նայեք, ստոպը հավաքեց, բարձրացավ, այստեղ շատ եք տենելու այս սենց շարժեր, էդի ինտերնալ է, մինչև boss տեղի չի ունենում, գործարք չեք բացում, այստեղ գործարք չեք բացում, որտեղ այստեղ կարա հազար հատ բան լինի, կարա մի քանի հատ սենց մանիպուլյացիաներ լինի, կարա մի քանի օր գտնվի ռենջի մեջ, այդ մի քանի օրը գործարք չեք բացում, որովհետև ինչ գործարք ստացվեց այդ ժամանակ, հաջողակ գործարք, դա դիտվելու է որպես կազինո, որպես ձեր բախտը բերել է, չգիտեմ, ճիշտ բանին հայտնվել եք ճիշտ տեղում, կնոպկեն սեղմել եք ու աշխատել է։ Եթե դուք եկել եք շուկա այդ պրինցիպով, որ այդ ձևով գումար աշխատեք, 1-2 դեպքից հետո ամեն ինչ կորցնելու եք։ Դրա համար այստեղ չենք բացում չհիմնավորված գործարքներ, բացում ենք այստեղ հիմնավորված։ Boss արեց, իջավ order block ենք գտնում, որ գործարք բացենք։ Խնդրում եմ մի քանի անգամ կնայեք այս տեսանյութը, որտեղ շատ կարևոր է։ Ահա, հիմա boss-ը ոնց է լինում, կամ ընդհանրապես չոչը նույն ձևով, նույն պրինցիպով է աշխատում, երբ են շատ տրեյդերներ կորցնում այստեղ իրենց գումարը։ Իրենք մտածում են, որ boss-ը եղել է, բայց պարզվում է, որ դի boss չի, այսինքն լիկվիդացիայի, այսինքն հավաքում է։ Ինչի՞, որովհետև boss համարում ենք մենակ այն ժամանակ, երբ մոմը փակվում է մակարդակից վերև։ Այսինքն սա boss-ի մակարդակն է, փակվեց վերևը։ Իսկ եթե պոչով է փակվում, այսինքն մարմինը մնում է մակարդակից ներքև, սա boss չի, սա լիկվիդացիա է հավաքի։ Ես խնդրում եմ այս նկարը screenshot անեք, սա, մեկ էլ սա, անպայման ու մի քանի օր փորձեք, գծեք, հասկանաք, դիտեք նույն տեսանյութը, նկարները նայեք, կարդաք, չգիտեմ, անգիր հիշեք, եսի ձեզ քնից պետք է արթնացնեն ու դուք հասկանաք ու հստակ ասեք, ինչա կատարում, որն է boss, որը boss չի, հիմա շուկան իջնում է, բարձրանում է, շատ կարևոր է այսի ժողովուրդ, շատ կարևոր։ Հիմա կենթանի օրինակի վրա ցույց կտամ։ Օրինակ Bitcoin-ը։ Նայեք, շատ հետաքրքիր պատկեր կա այստեղ։ Ահա, ուրեմն շուկան բարձրանում է։ Կպավ, իջավ, նայեք, boss արեց, մոտիկացնեմ։ Այստեղ մարմնով ջարդեց, բարձրացավ, իջավ, մարմնով ջարդեց, դեպի վերև։ Իջավ, մարմնով, կներեք, ես ինչ մի վարքյան։ Մարմնով ջարդեց, իջավ, նայեք, այսի boss չի, որովհետև պոչով է ջարդել, նույնն էլ երկրորդը։ Այ դրանից հետո այսի կարանք boss համարենք։ Ու նայեք, նույն ձև իջնողը, այսը boss չի, չոչ չի, այսինքն այստեղ շատերը մտածում են, որ շուկան փոխվավ բարձրացողից դեպի իջնող ու այստեղ շորթ են բացում։ Պոչով է վերցրել, նույնիսկ ստոպերը վերցրել, չոչը այստեղ է, նայեք, մարմնով ջարդեց, փակվեց մակարդակից ներքև, այստեղ եթե դուք շորտ բացեիք ու այս ձևով ձեր ստոպը բռներ, այսի մանիպուլյացիա է։ Բարձրացավ, ստոպը բռնեց։ Լրիվ նորմալ է, կարաք երկրորդ անգամ մտնեք նույն գործարքի մեջ ու ձեր շորթը կաշխատի։ Նայեք, օրական գրաֆիկն է, 17%, այսինքն ջարդելուց հետո շուկան 17%-ի 19 նույնիսկ տոկոսով իջավ ներքև, ինչը խոսում է այն մասին, որ շուկան լոնգից, բարձրացողից դարձավ իջնող։ Ու ուզում եմ ուշադրություն դարձնենք, որ այստեղ հենց այն նույն նկարն է, որ ես ցույց տվեցի իրական շուկայի վերաբերյալ, այսինքն իջնող, հետո range, մանիպուլյացիա ու բարձրանում է։ Նույն այդ պրինցիպով այստեղ է։ Տեսեք, բարձրացավ, հայտնվեց range-ի մեջ, այս սրանք մանիպուլյացիաները, այս պոչերը, այսի, սրանք ստոպեր են հավաքել, իջել են ներքև։ Հիմա, այս նույն պրինցիպով, այս մինիմումը համարում ենք իջնող թրենդի նոր մինիմում, այսինքն lower high, lower low, ջարդեց, այստեղ, lower high, ու արդեն մեր swing high-ը գտնվում է այստեղ։ Այն ջարդելու պահին, այս մոմով, սա համարում ենք արդեն չոչ, իջնողից շուկան տեղափոխվեց էլի բարձրացող թրենդ, նայեք, գնալով սկսում է արդեն բարձրանալը։
Այս ինձ օրինակ էլի, անկապ գծեցի արագի մեջ, բայց ուզում եմ, որ պրինցիպը հասկանաք։ Բարձրանում է, մտնում է ռենջի մեջ, մանիպուլյացիա է անում, վերցնում է ստոպերը, իջնում է, ջարդում է մարմնով, առաջացնելով չոչ, փոխում է ուղղությունը դեպի իջնող, հետ է բարձրանում, ջարդում այս մյուս պիկը, առաջացնելով արդեն բարձրացող տրենդ։ Սա շատ կարևոր դաս է, ուզում եմ, որ մի քանի անգամ պարտադիր նայեք, փորձեք ռեալ գրաֆիկայի վրա ստուգեք, տեսեք ճիշտ եք հասկացա թե ոչ, մի քանի անգամ նայեք այս դասը, անպայման ուշադրություն դարձրեք այս սրան։ Եթե մարմնով է ջարդում, բոս է, եթե պոչով, չէ, որովհետև այստեղ շատեր են սխալվում։ Ու անպայման այս սաղ նկարները կխնդրեմ սկրինշոտ անեք, պահեք ձեզ մոտ, որպեսզի հարց առաջանալու դեպքում անպայման նայեք ու վերհիշեք։ Այսքանը, շնորհակալություն, կհանդիպենք մյուս տեսանյութերում։